Այսօրվա դատական նիստը երկու մասի կարող ենք բաժանել, առաջին կեսը որոշակի աշխատակարգային եւ ընթացակարգային հարցեր են քննարկվել, երկրորդ ընդմիջումից առաջ սկսվեցին արդեն դիմումների ներկայացման գործընթացը բացատրություններ տված, այսինքն 6 ուժերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, վերջինը մենք մեր անցավ օրվա ժամի ավարտի հետ կապված, վաղ ժամը 11-ին կշարունակենք։ Առավոտվա հետ կապված բացատրություններ արդեն տվել եմ, ըստ էության մենք միջնորդություն ենք ներկայացրել, որով պահանջում ենք, որ ՍԴ-ն ըստ էության քննի գործը ամբողջ կազմը, այսինքն ոչ թե 7 հոգով, այլ 9 հոգով, դա ուներ մի շարք հանգամանքներ եւ այդ հանգամանքներից մեկը այն էր, որ սահմանադրական դատարանի վերաբերյալ կառուցակարգերը, որոնք կան, կարգավորումները, որոնք կան սահմանադրությունում, որոնք սահմանում են սահմանադրական դատարանի լիազորությունները, պետք է ոնց որ սահմանված է, որ դրանք սահմանվում են բացառապես սահմանադրությամբ։ Նաև դրանով է պայմանավորված սահմանադրական դատարանի կողմից որոշումներ կայացնելու որոշակի առանձնահատկությունը, ինչպես կողմ, այնպես էլ դեմ որոշումը, ինչ էլ որ կլինի, պետք է ունենա 5 կողմ։